Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու առաջարկում միասին կուլիչներ թխել։ Այս տարբերակն իմ հետևորդներից մեկն է ուղարկել եւ առաջարկել է փորձել։ Ասեմ, որ մի փոքր վատ առողջ եմ, բայց քանի որ հիշեցի, խոստացել եմ եւ պետք է անպայման կատարել, այնպես որ ոտքի եմ կանգնել հատուկ այս բաղադրատոմսի համար, վստահ եմ կգնահատեք։ Իդեպ, նախապես ասեմ, որ գնահատել ու շատ հավանել եմ, առանձին գրանցել եմ, որպես լավագույն հաջողված տարբերակներից մեկը։ Ինչպես միշտ նման ծանր եւ բավականին ճարպոտ խմորը սկսում ենք առանձին խմորիչը հասունացնելուց։ Սկզբի համար 200 մլ կաթե հարկավոր, պետք է գոլ լինի, 38-ից 40 աստիճան։ Ավելացնում եմ 1 ճաշի գդալ խմորիչ, 11 գրամ է։ 1 ճաշի գդալ շաքարավազ առանց մեծ բլրակի, 3-ից 4 ճաշի գդալ ալյուր եմ ավելացնում, լավ խառնում եմ ու ծածկում թողնում եմ տաք տեղում, պետք է լավ բարձրանա։ Հիմա երբ փող մասը պատրաստենք, շատ հեշտ է արվում ու որակը էականորեն փոխում է։ Այստեղ մեզ հարկավոր է կես բաժակ կամ 120-125 մլ կաթ։ Հենց սառը կաթի մեջ ավելացնում եմ 100 գրամ կարագ։ Հիմա սա դնելու ենք կրակին եւ պիտի հասցնենք այն աստիճանի, որպեսզի կաթը սկսի եռալ եւ կարագն ամբողջությամբ հալչի։ Աշխատեք, որ կարագը արագ հալվի, որպեսզի այդ ընթացքում կաթը շատ չգոլորշիանա։ Եթե կաթը շատ գոլորշիանա, հեղուկը կպակասի, իսկ դա ցանկալի չէ։ Հենց նոր եռած կարող եք կրակից չվերցնել, հենց կրակին թողնել ու ավելացնում ենք ալյուրը։ Բաժակս 100 մլ է, սովորական սուրճի բաժակ է։ Մի լավ արագ խառնում ենք, որպեսզի չխառնված ալյուր չմնա ու հետո դնում ենք ելի 2 րոպեով կրակին։ Ամբողջ ընթացքում նույն ինտենսիվությամբ խառնում ենք։ Երբ հովի մասը պատրաստ է, հիմա կտեղափոխեմ թասի մեջ ու կթողնեմ մի փոքր հովանա։ Մի փոքր երբ հովի մասը հովացել է, հատ առ հատ ավելացնում ենք ձուն։ Մեկ ավելացնում, խառնում ենք ու նոր ավելացնում մյուսը։ Պատրաստման այս ընթացքը շատ նման է եփովի խմորի պատրաստմանը, որից էկլերներ ենք պատրաստում, բայց իհարկե համամասնությունը տարբերվում է։ Կարևորը այստեղ ձուն ամբողջությամբ խառնելն է, երկար աշխատելու կարիք չկա։ Անպայման նշեմ, որ եփովի մասը, որ ես պատրաստեցի, կառուցվածքով ձեզ մոտ կարող է մի փոքր տարբերվել։ Հնարավոր է մի քիչ ավելի խիտ կամ մի փոքր ավելի թույլ։ Դա արդեն կախված է նրանից, թե քանի րոպե եք կրակին թողել, ինչ ինտենսիվության կրակ է եղել եւ այլն։ Բայց իհարկե շատ խիստ տարբերություն չպետք է լինի։ Մոտավորապես մի փոքր ավել կամ պակաս իմ պատրաստածին նման։ Նաեւ մեղր կավելացնեմ 2 ճաշի գդալ։ Իմ դեպքում բնական է։ 27 գրամ է։ Այս ընթացքում արդեն խմորիչը լավ հասունացել է։ Երկուսն իրար հետ մի լավ խառնում ենք։ Մեկ նարնջի կեղև է մեզ պետք, քերուկը, բայց քանի որ իմ դեպքում նարինջը փոքր է, ես երկրորդից էլ մի փոքր կվերցնեմ։ Մեզ անհրաժեշտ է մեկ մեծ նարնջի կեղևի քերուկ։ Նաև մոտ 40 մլ նարնջի հյութ։ Նաև 200 գրամ շաքար կավելացնեմ, դա մեկ բաժակ է, եթե տեսնում եք մի փոքր բլրակ էլ կա, բաժակից ծավալը 250 մլ է։ Իհարկե շաքարավազը շատ է թվում, բայց չանհանգստանաք, չափազանց քաղցր չի ստացվի։ Անպայման մաղելով ավելացնում ենք ալյուրը, քիչ, մաս։ Ալյուրի հետ նաև աղ կավելացնեմ, կես թեյի գդալից մի փոքր ավել, 3 գրամ։ Քանի որ խմորի մեջ եփովի մաս կա, որը խմորի սպիտակուցային ցանցը բավականին լավ մակարդակի է հասցնում, դրա համար խմորը հունցելիս երկար աշխատելու կարիք չկա, ուղղակի բաղադրիչները խառնում ենք, լավ համասեր դարձնում, լրիվ հերիք է։ Մեզ անհրաժեշտ խտությունն ենք ստացել, հիմա մի փոքր բուսայուղ օգտագործելով հնարավորինս գնդի տեսք ենք տալիս եւ թողնում ենք հասունանալու։ Եթե այս պահին ձեզ կթվա, որ խմորը գուցե շոտ թույլ է, պետք է էլի ալյուր ավելացնել, խորհուրդ կտամ, եթե կասկածում եք, մի ավելացրեք։ Թողեք այսպես, քանի որ հասունանալուց հետո եւ կառուցվածքն է փոխում, եւ բացի դրանից վերջում հանգիստ կարելի է ավելացնել պակասող ալյուրը, իսկ եթե շատ խիտ ստանաք, հետո արդեն դա կարգավորել դժվար կլինի կամ չի լինի։ Խմորը բավականին կպչուն է, բայց չանհանգստանաք, սա տվյալ խմորի համար ճիշտ կառուցվածք է, հենց այսպես պետք է լինի։ Այստեղ մոտ 2-3 ճաշի գդալ բուսայուղ կօգտագործվի։ Տեսնում եք, խմորն արդեն բավականին հեշտ հավաքվում է։
Խմորին ավելացնում ենք չամիչ կամ շաքարային չերեր, ինչպես կցանկանաք, իմ դեպքում չամիչ է, նախապես լվացել եմ, թրջել եմ կոնյակով եւ մի քիչ նարնջի հյութով։ Վրան մի քիչ ալյուր շաղ կտամ ու կխառնեմ, որպեսզի խմորի մեջ հավասար բաշխվեն ու չկուտակվեն։ Ինչպես արդեն հասկացաք, խմորը հիմնականում հասունանում է հենց կաղապարների մեջ, սա հիմնական այն կարևոր հասունացումն է, այնպես որ հանգիստ պետք է համբերատար սպասել, 2 ժամից ավել ժամանակ պահանջվեց, ասեմ, որ այսպես դրել եմ ջեռոցի մեջ, անջատված վիճակում, կողքին դրել եմ եռման ջրով բաժակ, կարող է մի փոքր ավել կամ պակաս ժամանակ պահանջվել, համենայն դեպս համբերատար սպասում ենք, որպեսզի հասցնի լավ բարձրանալ, ծանր խմոր է, այնպես որ ժամանակ շատ կպահանջի։ Լավ հասունանալուց հետո իրարից հեռու եմ դնում եւ ուղարկում նախապես տաքացված ջեռոցը։ 170 աստիճանով թխելու եմ մինչ լավ կարմրեն։ Մոտ 35 րոպե կպահանջվի։ Մի քիչ ավել կամ պակաս։ 20-25 րոպե անց մակերեսը ծածկում եմ յուղաթղթով, որպեսզի չափազանց շատ չկարմրեն։ Ուղիղ 40 րոպե թխվեցին, մի փոքր ուշացա, ուշ եմ ծածկել, բայց ոչինչ, կարծում եմ մեծ խնդիր չէ։ Պատրաստ լինելը ստուգում ենք հետևյալ կերպ, հենց արդեն տեսքից թվում է, թե պատրաստ են, ստուգում ենք ուղղակի նման երկար չոփիկը իջեցնում ենք մեջտեղում մինչ հատակը։ Ստուգում ենք, եթե վրան հում խմորի մնացորդներ կան, նշանակում է դեռ պատրաստ չէ։ Եվս մի քանի րոպե թողնում ենք։ Հիմա դրանք կշրջեմ, որպեսզի սեփական ծանրությունից ուղիղ դրված վիճակում չիջնի, ու շրջված կողքի դրված վիճակում կթողնեմ հովանան, սրբիչով ծածկված։ Հիմա պատրաստում եմ ջնարակը, ամենահեշտ ու ամենամատչելի տարբերակներից է։ Միայն ջրով է պատրաստվում, շաքարով եւ ժելատինով։ Հեշտ է, չանհանգստանաք, հաստատ կստացվի։ Ես առանձին տեսանյութ եմ նկարահանել, որտեղ ցուցադրել եմ ամբողջ ընթացքն ու բացատրել եմ քայլ առ քայլ։ Հղումը կթողնեմ, անպայման դիտեք ու պատրաստեք։ Իսկ դուք գիտեք, թե ինչի համար է այն եփովի մասը օգտագործվում նման խմորների մեջ եւ ինչ է դա մեզ տալիս։ Պատկերացրեք, այնքան ալյուրը, որ մենք օգտագործեցինք եփովի մասի համար, ուրիշ այլ պայմաններում երբևէ այդքան հեղուկ չէր կարող կլանել, որքան կաթի հետ միասին եփվելու դեպքում։ Հետևաբար մենք նորմայից ավելի շատ հեղուկ ենք ավելացնում մեր խմորին, որի շնորհիվ արդեն թխված վիճակում ցանկացած նման տեխնիկայով պատրաստված թխվածք ավելի երկար է թարմ մնում եւ խոնավությունը երկար է պահպանում։ Այս տարբերակով պատրաստված ջնարակը առաջին մի քանի ժամում կպչուն է իհարկե, բայց աստիճանաբար կայունանում է եւ մի քանի ժամ անց արդեն կտեսնեք, որ ընդհանրապես կպչուն չէ։ Մարշմելոյի շերտի նման է ստացվում, այսինքն փափուկ է եւ ընդհանրապես չկպչող։ Այս տարբերակը հնարավորություն է տալիս պատրաստի կուլիչները ջնարակի հետ միասին փաթեթավորել եւ տեղափոխել կամ ցանկացած վայր տանել։ Իհարկե դեռ ամբողջությամբ չի հովացել ու չի կայունացել ներսում, դրա համար կտրվածքը իդեալական հստակ չի ստացվում, բայց այսպես էլ երևում է, թե ինչ հրաշալի համաչափ կառուցվածք է ներսում, որքան փափուկ է ու խոնավ։ Եկեք գնահատենք համը, քաղցր է ստացվել չափավոր, այսինքն կհավանեն եւ նրանք, ովքեր բավականին շատ քաղցր են սիրում եւ նրանք, ովքեր չափազանց քաղցրի սիրահար չեն։ Շատ օպտիմալ, հարմար քանակ է։ Համը բավականին հետաքրքիր է ու շատ հաճելի, հավանաբար շատ մասեր արդեն կախված են տեխնոլոգիայի պատրաստման հետ, իդեպ եփովի ալյուրը բավականին շատ փոխում է թխվածքի համը, հաստատ նկատած կլինեք։ Երևի 10-ից 10
կգնահատեի, երբեմն ինձ ասում եք, որ ինչ ներկայացնում եմ, շատ բարձր եմ գնահատում, սիրելիներս, տեսանյութերը ինքս եմ պատրաստում, ինքս նկարահանում, մոնտաժում եմ, ընդհանրապես ամբողջն ինքս եմ պատրաստում ու շատ ժամանակ ջանք եմ տրամադրում։ Հետևաբար ընտրում եմ միայն այն տարբերակները, որոնցով ինքս նախապես հիացած եմ։ Իսկ հիմա մի փոքրիկ կարևոր խորհուրդ բոլոր նրանց համար, ովքեր համբերատար դիտեցին մինչև վերջ։ Տեսեք, եթե ձեր կուլիչները կամ ցանկացած թխվածք, որ ծածկված է ցանկացած ջնարակով, լինի շոկոլադային, թե նմանատիպ, թե սպիտակուցային ջնարակ, ինչ տարբերակ էլ լինի, եթե երկար մնացել է սեղանին եւ չորացել է բաց վիճակում, ուղղակի դնում ենք ջեռոցի մեջ անջատված վիճակում, կողքին դնում ենք եռման ջրով բաժակ, գոլորշին դուրս է գալիս, լցնում է ամբողջ տարածությունը խոնավությամբ եւ լրացնում է կորսված խոնավությունը ու ցանկացած ջնարակի վերադարձնում է իր նախնական տեսքն ու վիճակը։